Այս տարի Հայաստան-Ադրբեջան պատերազմը գրեթե անհավանական է համարում արտաքին հետախուզության ծառայությունը։ Անցած տարվա օգոստոսի 8-ի հռչակագիրն է ըստ այդ կառույցի վերացրել ռազմական էսկալացիայի ռիսկը, բայց այլ ռիսկեր մնացել են։ 2024-ից 26 թվականներին ռազմական բյուջեն 44%-ով ավելացրել է Ադրբեջանը 23-ի համեմատ։ Այն դեպքում, որ Հայաստանը այս տարի կրճատել է պաշտպանական բյուջեն 15%-ով անցած տարվա համեմատ։ Բացի այդ, Բաքուն չի դադարում օգտագործել արևմտյան ադրբեջանցիների վերադարձի խոսույթը ըստ այդ զեկույցի։ Վաշինգտոնյան հռչակագրից հետո Ադրբեջանը ոչ միայն չի նվազեցրել, այլև ակտիվացրել է վերադարձի մասին քարոզչությունը, ինչը զգալի ռիսկեր է ստեղծում տարածաշրջանային կայունության, անվտանգության եւ երկարաժամկետ խաղաղության համար։ Որոշ առումով դա մեղմվել է, բայց այնուհանդերձ մենք պետք է փորձենք խաղաղության գործընթացին համապատասխանեցնել նաև խոսույթը։ ԿՊԱ-ական պատգամավոր Սարգիս Խանդանյանի խոսքով, քանի որ արտաքին հետախուզության ծառայությունը ամբողջ տարին է ամփոփում, շեշտում է այդ ընթացքում գրանցված բոլոր ռիսկերը։ Բայց դա իշխանական պատգամավորի խոսքով չի նշանակում, թե խաղաղությունն իրական չէ։ Դա process է, որը այսպես շենքի պես պիտի կառուցվի քար-առ-քար, այդ թվում նաև համապատասխանեցնելով մեր խոսույթը այն իրողություններին եւ այն գործընթացներին, որոնք տեղի ունենում մեր տարածաշրջանում։ Խանդանյանի պնդմամբ ադրբեջանցիների վերադարձի հարց Հայաստանը ոչ մի փուլում չի քննարկի, հատկապես այն շեշտադրումներով, որոնք Ադրբեջանն է օգտագործում։ Սա մի թեմա է, որը չարժի արծարծել, մենք ավելի լայն օրակարգեր ունենք։ Լայն օրակարգում Թրամփի հրավերն է Փաշինյանին դառնալու խաղաղության խորհրդի հիմնադիր անդամ։ Հայաստանի ղեկավարն ընդունել է առաջարկը, վերահաստատելով Հայաստանի հանձնառությունը խաղաղության առաջմղմանը։ Սիրաշահում են իրենց բոլոր ցանկությունները կատարող ղեկավարին, պնդում է ընդդիմադիր պատգամավոր Արմեն Ռուստամյանը։ Իհարկե իրան մեդալներ կտան, պարգևատրեն, որովհետև ինչ ուզում են մարտնանում է։ Ինչ ուզում են մարտնանում է։ Ավելի վաղ Բլումբերգը հայտնել էր, որ Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը խնդրում է խաղաղության խորհրդում մշտական տեղ զբաղեցնելու ցանկություն ունեցող երկրներին վճարել առնվազն $1 միլիարդ։ Արդյոք Փաշինյանը պատրաստվում է այդքան փող տալ անդամակցության համար։ ԿՊԱ-ական պատգամավորի խոսքով այդ հարցը դեռ պետք է քննարկել։ $1 միլիարդ մասին հայտարարությունը կասես թե քաղաքական հայտարարություն է եղել եւ ինձ առնվազն հայտնի չէ, թե դա ինչ գործընթացներ է իրենից ենթադրում եւ նաեւ պետք է ուսումնասիրել, թե արդյոք Հայաստանի Հանրապետության բյուջեն ունի նման հնարավորություններ այդ գործընթացի մասնակցելու համար։ Սա շարունակությունն է Եգիպտոսում անցկացված խաղաղության համաժողովի, ընդգծում է Խանդանյանը։ Հենց այդ օրն էր Փաշինյանը ստիպված ներկայացել Թրամփին, հիշեցնելու, որ ինքը Հայաստանի վարչապետն է։ Իր հետ է ԱՄՆ նախագահը ամիսներ առաջ փաստաթղթեր ստորագրել։ Արդեն երկրորդ հռչակագիրն են ստորագրել Հայաստանն ու Միացյալ Նահանգները։ Այս անգամ որպես թրիփի կառուցման համար իրավական հիմք, որը խորհրդարանական ընդդիմության կարծիքով խիստ ռիսկային է Հայաստանի ինքնիշխանության համար։ Մենք ունենք այսօր 26% ինքնիշխանություն։ Այնքան, ինչքան մեզ տրամադրել են, որ մենք այդտեղից կարող ենք մասնաբաժին ունենալ, շահաբաժին։ 26% է Հայաստանի մասնաբաժինը թրիփ զարգացման ընկերությունում, մնացած 74% մասնաբաժնով ըստ Ռուստամյանի Միացյալ Նահանգներն ստանում է նաև որոշումներ կայացնողի առաջնահերթություն։ Եվ եթե այնտեղ մեկը կասկածում է, որ ամերիկյան ամբողջական վերահսկողությունը եւ ամերիկյան ամբողջական լիարժեք այս գործընթացը իրականացնելը ինչ որ սահմանափակում է ունենալու, նայեք տեսեք Ամերիկան ինչպես է վարվում մյուսների հետ։ Այսինքն Հայաստանը ինչպես կարող է այնտեղ ինչ որ վետոյի մասին ծպտալ։ Չի կարող ճանապարհն անցնել քո տարածքով ու գոնե մասնաբաժնի կեսը քոնը չլինի, նկատում է ընդդիմադիր պատգամավորը։ Հայաստանը դարձել է Փաշինյանի կալվածքը, ընդգծում է Ռուստամյանը։ Ինչ են սկսել, ինչից են սկսել բանակցելը, որ հասել են 26%-ի, չէ՞։ Հարց առաջանում։ Շատ ճիշտ էր մեկնաբանել պարոն Օսկանյանը, այսինքն եթե լուր նստեինք այնտեղ, կարող է մի քիչ ավելի լավ վիճակ ունենայինք։
Իշխանական պատգամավորը հակադարձում է, թե այն, որ թրիփ մասնաբաժնի մեծ մասը Միացյալ Նահանգներինն է, չի նշանակում, թե Հայաստանը կորցնում է ինքնիշխանությունն այդ տարածքի վրա։ Չունենալով որևէ տոկոս մասնաբաժին Հարավկովկասյան երկաթուղիներ ընկերությունում կամ նախկինում չունենալով հետում որևէ տոկոս մասնակցություն, ես չեմ կարող պնդել, որ Հայաստանի սուվերենությունը խախտվում էր։ Բայց կարող է վստահեցնել, որ ադրբեջանցիները անխոչնդոտ անցնելու են մեր տարածքով, ընդդիմության խոսքով չհանդիպելով որևէ հայի։ Լիլիթ Սարգսյան, Հենրիկ Համազասպյան, Գագիկ Տեր-Ղազարյան, Հայլուր։ Հայաստանում եւ աշխարհում տեղի ունեցող իրադարձությունների մասին առաջինը իմանալու համար բաժանորդագրվեք մեր ալիքին։ Սեղմեք զանգակը, որ բաց չթողնեք ամենահրատապը, ամենակարևորն ու հետաքրքիրը։